Սիրելի բարեկամներ, Երկիր մեծ է հեռուստաընկերության եթերում հերթական անգամ Խաչիկյանի խոհանոց հաղորդաշարն է եւ մենք առաջին անգամ պիտի հյուրընկալենք մի հետաքրքիր մարդու, որ ձեզ ծանոթ է բազում հեռուստատեսային ծրագրերից եւ ոչ միայն հայկական, այլ նաեւ արտասահմանյան։ Մենք այսօր հյուրընկալվել ենք մի հետաքրքիր մարդու, մի հետաքրքիր խոհարարի, այն է Ծաղկունք հյուրատան շեֆ խոհարար Յուրա Սարգսյանին եւ կխնդրեինք, որպեսզի մենք միասին ինչ-որ մի ուտեստ պատրաստենք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ ինչ կպատրաստենք այսօր։ Քանի որ պարոն Խաչիկյան հյուրընկալել եք Գեղարքունիքի մարզում, այսօր որոշեցի պատրաստել ձուկ։ Փայլուն։ Յուրահատուկ ձևով, էլ ստանդարտ, խաշել խորովածից դուրս գանք, մի քիչ արդեն ուրիշ ոճի մեջ։ Պարոն Սարգսյանը եւի նկատի ունի, որ խաշել խորովածը դե հաղթալա խորովածն է, խաշելը Եվի խաշի սեզոնը եւ այդ բյուրականը, այստեղ էլ ձուկը պատրաստենք, ինչ ձուկը պատրաստենք։ Մենք իրանց շոքե խաշելու ենք, սիգ ձուկ ենք պատրաստելու, շոքե խաշելու ենք եւ այնտեղ թանձրուկներ, բանջարեղեններ, ամեն ինչ օգտագործելու ենք։ Մենք բաղադրիչներ ունենք, որ օգտագործելու ենք հենց հրաշալի պատրաստելու։ Մեր հաղորդման շրջանակներում մենք փորձում ենք նաեւ ներկայացնել այնպիսի ուտեստներ, որ մեր հեռուստադիտողներն էլ կարող է պատրաստել եւ երբ որ մենք նախապատրաստում ենք այս հաղորդմանը, հարգարժան պարոն Սարգսյանը ասեց մենք ինչպես պատրաստենք, բարդ թե հեշտ, մենք այս անգամ նախընտրեցինք ոչ թե հեշտ, այլ մշակման տեսակետից ավելի դյուրին տարբերակը եւ հիմա մենք կմշակենք սկզբից սիգը, այնուհետ իհարկե կասենք։ Ես կարող եմ արդեն ձուկը կփշազատեմ։ Փայլուն։ Պետք է ասեմ, որ Յուրա Սարգսյանը ոչ միայն արտակարգ խոհարար է, ոչ միայն արտակարգ մարդ, այլ նաև շատ լավ հիմա նաև ինքը վերջին տարիներին Հայաստանի հաջողված բիզնես պրոյեկտներից մեկն է ղեկավարում, այն է Ծաղկունք հյուրատունը, եւ որքան հասկանում եմ, Յուրա դուք նոր պրոյեկտ ունեք, նոր ծրագիր ունեք, եւ ինչի հետ է դա կապված, կրկին անգամ Ծաղկունք գյուղում։ Ծաղկունք գյուղը զարգացնելու հետ է կապված, տուրիզմը Ծաղկունքում շատացնել եւ զարգացնելու մեր երկիրը։ Եվ ինչ է այդ ծրագրի անունը, իմաստը, նշանակությունը։ Շուտով ես կասեմ, հիմա առաջ չընկնենք։ Հա, առաջ չընկնենք։ Անունը չասենք, բայց ինչ է էությունը։ Ինքը այդտեղ լինելու է խոհարարական դասավանդումներ լինելու։ Այո։ Ունենալու ենք 10 սենյակ։ Հյուրատուն այսինքն։ Այո, եւ ռեստորանային մաս։ Փայլուն, այսինքն ձեր ուսանողները կարող են եւ պատրաստել եւ հրամցնել այնպես ինչպես եվրոպական նորմալ հյուրընկալության սննդի ակադեմիաներում, որտեղ ինչպես տեսական, այնպես է գործնական մասը զուգահեռ է լինում։ Պետք է ասեմ, որ նկատում եք սերի հեռուստադիտող, ինչքան այսպես վարպետորեն է Յուրան փշազատում ձուկը, եւ դա պայմանավորված է ոչ միայն իր վարպետությամբ, այլ նաեւ այն դանակներով, որ ինքն է օգտագործում, եւ այն դանակը, որ ինքն է օգտագործում, դա կոչվում է շեֆի դանակ եւ նայելով Երևան 2800 գերմանական հանրահայտ Սվիլինգ ֆիրման Երևանի 2800-ամյակի շրջանակներում սահմանափակ քանակով թողարկել էր դանակներ։ Ես սիրում եմ դանակներ, լավ դանակներ, միշտ կարելի ասել, երբ սկսել եմ արդեն աշխատել ռեստորանային բիզնեսում, միշտ ունեցել եմ իմ գործիքները, իմ դանակները, որոնք կարևոր պայման է։ Այո։ Պետք է ասեմ, որ մի քանի տարուց նաև սիգը հոբելյանական կլինի մեր տարածաշրջանի համար։ Գիտեք, որ սիգը էնդեմիկ ձկնատեսակ չի, Սևանա լճի համար, ինքը բերովի է, բերվել է Չուդ եւ Լագոդա լճերից։ Գիտեք, Չուդը հայտնի է նրանով, որ Ալեքսանդր Նևսկին Լիվոնյան օրդենին պարտության մատնեց։ Իհարկե մեր Սևանա լիճը չունի այն նավատորմիղը, ինչ որ ժամանակին ուներ Ալեքսանդր Նևսկին, բայց սիգ ձուկը վերջին 1924-ից հետո 3 տարուց կլրանա 100 տարին, որ մեր տարածաշրջանում կա, եւ բոլորս ենք հիշում 90-ական թվականները, երբ որ այս ձուկը կարող ենք ասել կերակրեց մի ողջ ժողովրդի։ Յուրա, ինչպես եղավ ձեր մուտքը
խոհարական աշխարհ։ Պարոն Խաչիկյան, ուրեմն Պետք է հենց որ ասում եմ ուզեի, պիտի մտնեի այս բնակավար, որովհետև 1800-ականներին, երբ մեր նախնիները եկել են դեպի արդեն այս Մարս, իրենք որքանով ես հիշում եմ, ես արդեն հիշում եմ, բոլորը զբաղվել են ռեստորանային բիզնեսով։ Այո։ Այդ սովետական ժամանակաշրջանում ամենայն դեպս, այդ 80-ականներ, 70, մինչև 90-ականները բոլորը ոնց որ անխտիր զբաղվել են ռեստորանային բիզնեսով եւ ասիկանի ես էլ բախտս փորձեմ մեր Գերդաստանից հետ չընկնեմ ու սկսեցի սովորել, աշխատել, հիմնականը սովորել շատը պրակտիկայի վրա։ Հրաշալի։ Մենք ասածը մենք երկուսով, ես խոսացի Յուրան, իհարկե փշազատեց Սիգը։ Այո, Սիգի 100-ամյակի շրջանակներում կարող է, չէ՞, մի գեղեցկորեն Սիգի 100։ Մենք ստացանք 2 ձկան ֆիլե, բայց այս պոչի հատվածը ես չեմ կտրել, հեսա կասեմ ինչի համար։ Ինքը շատ կարևոր է, որ այս մասը ինքը չկտրվի։ Միացած լինի, այո։ Միացած լինի։ Ես հիմա միացնեմ։ Հիմա կհամեմեմ։ Համեմում ենք պարտադիր խոշոր աղով։ Ես միշտ սիրում եմ աշխատել խոշոր աղով։ Մենք էլ մեր հրստատողներ հուշում ենք, որ խոհանոցում միայն խոշոր աղ պիտի օգտագործել եւ միակ փոշին, որ խոհանոցում կարելի է օգտագործել, դա լվացքի փոշին է։ Մնացածը պիտի այսպես հավանգի մեջ ծեծել, չէ՞։ Քանի որ մեր նկարահանումներն անցկացվում են ոչ ստանդարտ, այսպես գինետանը, այդ իսկ պատճառով ինդուկցիոն վառարան ենք խնդրել, որպեսզի Յուրան բերի եւ նրա վրա կպատրաստենք, այլապես Յուրա Սարգսյանի ծաղկուն հյուրատունը շատ լավ խոհանոցային մաս։ Պարոն Խաչիկյան, երևի ես ձեզ մի քիչ աշխատացնեմ, մի քանի բան կխնդրեմ։ Այո, դդմիկը ինչա պետք ինձ անժվի, իրան այնքան որ։ Այո։ Այսպես ինտելեկտուալ մեծ ջանքեր պահանջող աշխատանքները ես անեմ։ Այո, սլայս։ Փայլուն։ Այն ինչ որ դժվար է ես անեմ, այն ինչ որ հեշտ է։ Հա, դժվար բաները դուք կարեք, ես հեշտը կանեմ։ Եվս կավելացնեմ մի փոքր գինի։ Այո, սպիտակ գինի։ Սա ձեր մառանի ձեր պատրաստած գինին է։ Այո։ Փայլուն։ Այսինքն պատրաստում եք երկու տիպի գինի, հա։ Այո։ Կարմիր եւ սպիտակ։ Սպիտակ։ Ասեմ, որ 2 տարի առաջ ես էլ էի մասնակցում երիտասարդ գինեգործների հեռուստատեսային մի նախագիծ կար։ Մինչ այդ գիտեի, որ 2 տիպի գինիներ կա, սպիտակ եւ կարմիր, այդտեղից հետո բազում իհարկե տեղեկատվություն իմացա գինու մասին։ Մենք հիմա կշոքե խաշենք։ Եվ հիմա Յուրան ձողիկներով կտրատեց քաղցր կարմիր պղպեղը, որը ցանկալի կտրման ձևն է իհարկե քաղցր պղպեղի դեպքում։ Ես էլ այսպես փորձում եմ գազանները գեղարվեստական կտրել։ Սա նրանից է, որ ինքը նկարչական կրթություն ունի եւ գծերը ճիշտ է տանում։ Նաեւ գույների հետ։ Այո, գծերը, գույները։ Իրան ավելացրեցի, կտրատեցի թարխունը, մի փոքր աղ եւ նաեւ ունենք աշտարակ սոուս, որը պարունակում է
Սխտոր եւ ընկույզ հիմնական բաղադրիչները։ Այն ամենով ինչով որ հայտնի է աշտարակը, չէ՞, պոպոկով։ Այո, աշտարակ Հայտնի երգը, չէ՞, աշտարակի պոպոկը, համայակի սապոկը։ եւ մի փոքր զեյթունի ձեթ։ Այո։ Հիմա դուք հավանգով իրան սկսեք լավ մշակել, որ ինքը լրիվ թանձր դառնա։ Արդեն կարող ենք ափսեները հավաքել։ Այս ուտեստի պատրաստման ամենակարևոր եւ ամենադժվար մասը ես վերջացրեցի, այն է հավանգում ծեծել, չէ՞։ Հյուսը։ Ինքը բայց շատ կարևոր գործ արեցիք։ Այո, ամենակարևորը, հիմնական կարևոր բաղադրիչն է այս ուտեստի համար։ Եվ մեր ուտեստի հաջողության գաղտնիքը այստեղ էր։ Այո։ Որը չի երևում։ Համերի գաղտնիքը։ Այո, այո։ Ստեղ է հիմա։ Հոտը զգլխի չէ, տեսքը հեռուստատողը տեսնում է։ Ինքը հիմա սպիտակ գինով է Այո։ Եթե ժամանակակիցներից Լեոնարդո դա Վինչին, Ռաֆայելը, Մոդիլյանին լինեին ոչ թե նկարիչներ, այլ զբաղվեին խոհարարությամբ, այսպիսի արվեստի գլուխգործոցներ կստանային, բայց ասեմ, որ սա դեռ վերջնականը չէ։ Նաև Վերջին շտրիխները վերջին շտրիխները հենց եւ կարեւոր ինչպես նկարի դեպքում անվանումը, նաեւ ուտեստի անվանումն է կարեւոր։ Շատ բարդ առաջադրանք եք տվել մեզ եւ հերոստատողի մտածելու համար թե սա ինչ կլինի անվանումը։ Եվ մենք այս անգամ անվանումը կթողնենք հերոստատողի խղճին եւ բոլոր նրանք, ովքեր որ հետաքրքիր անվանում կմտածեն եւ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Facebook-յան այս եթերը տեսնես հետո Facebook-յան էջում կառաջարկեն իրենց անվանումները։ խոստանում եմ հենց ուտեստի անունը դնեմ լավագույն առաջարկ անունը, որ կանի։ Մենք էլ Եվ կհրավիրենք պարոն Խաչիկյան իրան մեզ մոտ անպայման համտեսելու կհյուրասիրենք այս ձուկը։ Մենք էլ մեր կողմից կհրավիրենք ռաֆտինգի, մենք էլ ձուկ չենք հյուրասիրի, մենք էլ ուրիշ բան կհյուրասիրենք արդեն աղթալայում, այնպես որ բոլոր այն մարդիկ, ովքեր կարող են այս եթերը դիտելուց հետո հետաքրքիր անվանումներ առաջարկել, կարող են, այո, սա հիմա հրամցնելու ենք մեր ժյուրիին, իրենք կարող են իրենց առաջարկությունով հանդես գալ եւ արժանանալ ծաղկունքի եւ ռաֆտինգ գեյմի կողմից առաջարկվող նվերներին։ Փայլուն։ Սիրելի հեռուստադիտող, իր տրամաբանական ավարտի մոտեցավ մեր հերթական հաղորդումը, որը հերթական էր այսպես հերթականության մեջ, բայց ինքը բացառիկ եւ արտառոց էր, որովհետեւ մենք հյուրընկալվել էինք բացառիկ վայրում եւ բացառիկ մարդու Գեղարքունյաց մարզի ծաղկունք հյուրատանը, որ շատ մոտ է Սևան քաղաքին եւ մի հրաշալի մարդու մեր լավ բարեկամի Յուրա Սարգսյանին եւ մենք հատուկ խնդրեցինք, որովհետեւ ինչպես Քուչակն էր ասում, որ դու ջուր, ես ձուկ եւ առանց ջուր ձուկն ինչ անե, հիմա այդպես ձկան կերակուրը չի կարող ունենալ սպիտակ առանց գինու եւ այն էլ սպիտակ գինու եւ խնդրեցինք, որպեսզի Յուրան իր այսպես բացառիկ, հա, վրացիները կասեին իր բացառիկ մառանից, բանը պոգրեբից, հա, հանեց իր այսպես բացառիկ գինիներից, որը նկատում եք շատ հետաքրքիր գույն եւ հոտ ունի։ Հիմա մենք
կավարտենք եւ խնդրենք Յուրա մի փոքր կտոր փորձելու համար, հա, փորձենք, այդ այսպես ձկնա խավիարը, բանջարեղենա խավարտախառը մենք ավարտում ենք մեր այս հաղորդումը, փորձենք, հետո խմենք, չէ՞։ մի փոքր Այո։ ձեզ այդքան աշխատանք տարակ։ Այո, բացառիկ, տանջալից։ Ճիշտ է, հայերս ծով չունենք եւ սևանին ենք ծով ասում, բայց այս դեպքում պետք է ասեմ, որ ծով, լավատեսություն, ծով այսպես համեր է ընդգրկում այս մեր ուտեստը, որի համար շնորհակալություն եւ մեր այս փոքր բաժակով ուզում ենք բաժակ բարձրացնել խմեր մեր հերոստատողի համար, թող որ այս տարի բոլորիս համար լինի խաղաղության, երջանկության տարի եւ մենք բոլորս էլ վայելենք եւ ճաշակենք կյանքի պտուղները եւ անցնող տարում մնա մեր բոլոր վատ երևույթները, հիվանդություններ, պատերազմ եւ այլն։ Չունենք ծով, բայց ունենք օվկիանոսի պես գաղափարներ, Այո։ որ ասում եմ հայի հետին միտք է, չէ՞։ Մենք միշտ արարելու ենք, մենք միշտ ստեղծելու ենք, միշտ ամուր ենք լինելու, նաեւ մեր ամբողջ աշխարհի հայ ազգի հետ միասին։ Մենք ծով չունենք, բայց ծով հայ ազգ ունենք, որը Այո, ծով սեր ունենք։ Սիրո ծով ունենք։ Այո։ Ճիշտ ասած, ես ամենից հետո ուզում հասկանամ, Յուրան շատ ավելի խոհարա թե լավ գինեգործ, հա։ Ճիշտ այս պահին դեռ խոհարարը հաղթում է գինեգործին, բայց խմելով այս գինի ես հասկանում եմ, որ Յուրան նաև մեծ այսպես նվաճումների կհասնի նաև գինեգործության ոլորտում։ Սիրելի հեռուստադիտողներ, հերթական անգամ ավարտին հասավ Խաչիկյանի խոհանոցի հաղորդաշարի հերթական թողարկումը, կհանդիպենք մեկ շաբաթ անց, կրկին անգամ հետաքրքիր հյուրերի հետ, կրկին անգամ հետաքրքիր միջավայրում եւ շնորհակալություն հայտնենք Յուրային եւ ցանկանանք իրեն ամենայն բարիք։ Շնորհակալություն։